Փաշինյանի չեմ աջակցում։ Ինչու չեք հավանում իրեն։ Որովհետև նա հոգեկան հիվանդ է, ինչ Այս հիմա խոսում եք, իրեն ասելիքներ ունեք։ հոգեկան հիվանդ է, ինչ ես ուզում։ Մի մարդ, որ առանց մտածել բառերը արտահայտվեմ, գոռալով, առանց մտածելու, առանց ոչ մի բան հասկանալու գոռում է, ժողովրդին հոգեբանորեն տանում է իր կողմը, նա ով է։ Բա գոռում է այդ ծերտիկները դու քշի գիտես որտեղ միտեղ էլի քուրո ջան բայց ինքը մեր երկրի ղեկավար չի մեր երկրի ղեկավար պետքա մարդ գիտակից խելացի սա ով էր որ մենք ընտրեցինք արեցինք առանջվի հեղափոխություն բերեցինք իրան դրեցինք մեր երկրի ղեկավար ես ոչ մեկին չեմ ընտրել իմ կյանքում բայց այս անգամ ես իրան էլ չեմ ընտրելու ոչ մեկին էլ չեմ ընտրելու իմ դռան շարն եմ ընտրելու որ իմ շունը իմ տանը պահապանը ես կընտրեմ այն մարդուն ով իմ ազգին պահապան կլինի Հայաստանի քարտեզներն են բաժանում առանց Արցախի ձեզ համար այդ քարտեզները ես արդեն չեղել եմ գցել եմ փարտ եմ կներեք էլի չեմ ուզում ուրիշ ձևով խոսամ որ ինչ-որ բան մի կոնկրետ տեղնելի չեմ ուզում ոչ մեկին հենց անպատվել բան անել այդ քարտեզը թող իրանք տեղավորեն ինչ-որ տեղ հասկանում ես իմ Հայաստանը ես գիտեմ որտեղից է սկսվել որտեղից է վերջացել Սև ծովից մինչև Կասպից ծով Արևմտյան եւ Հայաստան Փաշինյանը ասում է խաղաղություն եմ հավատում եք այդ խաղաղությանը Խաղաղություն այդ խաղաղությունը ժամանակավոր է շուտով դուք կտեսնեք հետակաները ինչա կատարվելու ես չգիտեմ ինչա լինելու ասում է սքի մեջ էինք ուրախություն եմ մենք միշտ ուրախ ժողովուրդ ենք բայց մեր ցուկը մենք մեր մեջ ենք ոնց ասած մեր հենց հիմա ասում է խաղաղությունը 9 ամսյա մանուկ է որին պետք է այդ խաղաղությունը որտեղ է որ հողերն ու մեր եղածը տանք իրենց որ իրենք մեզ որպես խաղաղություն բայց չի մտածում որ վաղը մյուս օր նրանք այս խաղաղությունը մեզ հատուցելու են կորայ դիշոպկա իրենք վարչական նրանք ուզում են բերել երաշխավորներ հոգեկան հիվանդ է սրա ցիկներ արեցից Հայրիկ ջան տեսեք երեք վարչական ռեսուրս էին օգտագործել Արմավիրի մարզում ինչից հետո տնօրենները ազատվեցին աշխատանքից այսօր է ձայնագրություն հրապարակվեց որ քոլեջում դասախոսը աշակերտներին ասելի կան մասնակցել Փաշինյանի գիտեք ինչ կա այստեղ որ օգնել որ գալում են իր հետևից բոլորը վարչական իր վարչականներից գալիս են ստե հավաքվում են որ ինքը ժողովրդին ցույց տա որ իր հետևից շատ մարդիկ են գալում բայց ինքը շատ տանուլ է տվել ինքը ժողովրդի քվեն արդեն կորցրել է հասկանում եք հա լսել եք նման դեպքերի մասին դա չեմ կարող ասեմ բայց թե ես իմ ինտելեկտով իմ ուղեղի հասկացողությամբ ջոկում եմ որ դա այդպես է այն որ ցույց են տալիս որ այստեղ փողեր են վաճառում ընտրությունների բաներ սաղ ցույց են սրանք չկորած այդ դիշոկա կներես էլ այդ բարերը հանեք էլ իմ ասած այդ բարերը հանեք կադրից էլի սա մեր ազգի ամենամեծ դավաճանն է ես ոչ առաջի պրեզիդենտին, ոչ Քոչարյանին, ոչ Սարգսյանին, ոչ սրան, ոչ մեկին չեմ հավատում։ Ես հավատում եմ այն մարդուն, ով կկա մեր ազգի համար կանի այն, ինչ որ պետք է իմ ժողովրդին, իմ ազգին, իմ երեխեքին,
իմ բոլոր այս ազգը պաշտպանողներին։ Բնակով է այդ մարդը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ես դա չեմ կարող ասել։ Կընտրենք, կզկանք։ Եթե Փաշինյանը պետք ասում է ժողովուրդն է ինձ ընտրել։ ժողովուրդը, ինքը ժողովուրդ ասելով ժողովրդում հոգեբանորեն տանում է իր ուղղությամբ, ժողովրդին բանանում հոգեբանորեն, հասկանում ես, ինքը մեզ Որտեղ մեծարում են քաղաքացուն, քաղաքացու օրեն նշում, խորոված փարթի են անում։ Արա խելոք մնան թող ասրանքով են որ 24 ամսի 24-ը մեր եղերնոնը 25-ին իրանք դրեցին խորոված են անում ում համար են անում Թուրքիա համար որ ուրախանար որ հայը իրա պատմությունը մոռացել է ինքը խորոված է Այո, պատմություն է կարդում Փաշինյանը։ նա պատմությունից ինչ է հասկանում էսի ով է որ պատմությունից հասկանա սա պատմություն կյանքում չի կար սա որտեղ է ծնվել անգամ ինքը չգիտի իր մայրը ով է իր հայրը ով է լավ ես գնացի հաջողություն Եվ երկանկության մի հարթություն Եվ այսօր դուք ավելի ու ավելի շատ մարդկանց եք տեսնելու, ովքեր ասել են, որ